այսպիսի միջոցառում եք այստեղ իրականացնում իր համար։ Չեմ կարող դա պնդել, բայց Ռուբեն Վարդանյանը ինչ որ միջոցով, ինչ որ մի պահի իրոք կիմանա, գիտենք որ, հուսով ենք որ բլոկադայի չի ենթարկվի ինֆորմացիոն, ինչպես նախորդ հացադուլի ժամանակ էր։ Եվ հույս ունենք որ ինչ որ պահի կիմանա։ Ես ամենևին վստահ չեմ որ դա պիտի ազդի իր որոշման վրա, որովհետև ես նրան ճանաչում եմ ու գիտեմ որ նա պատճառներ ունի, իսկ նա թվարկել է պատճառները, որոնց համար սկսել է հացադուլը, հետևաբար նա պայքարում է նաև այդ միջոցով, բայց այդ միջոցը այո ճիչ էր, որպեսզի բարձրաձայնվեն այն խնդիրները, ինչին առնչվում են ոչ միայն ինքը, այլև մեր մնացած բոլոր գերիները։ Նա այդ միջոցով խոսում է մեզ հետ եւ մենք պիտի պայքարենք, որ պատճառները վերանան մի օր։ Ուղղակի այսօր ես ուղղակի ուզում եմ որ ինքը եւ մեր ժողովուրդը իմանա ինչպիսի հայորդի է այնտեղ եւ իր որոշումն է եւ ամենևին չեմ սպասում ակնկալում որ ահա կիմանա ու կդադարեցնի նա գիտի ինչ է անում ինչպես է անում ուղղակի մեր հոգու խնդրանքն է իրեն որ ինքը ողջ մնա առողջ մնա ու վերադառնա դիմանա քանի դեռ մենք ամոթ մեզ որ չեն կարել են ամենը ինչի պատճառով նա հացադուլ է սկսել Տիկին Թանդիլյան երեք Նիկոլ Փաշինյանն ասաց թե մեկ անձի շահերով չի զբաղվում ինքը խոսելով Ռուբեն Վարդանյանի մասին եւ պատգամավորը ցույց է տալիս իր նրա լուսանկարը նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության տեղից նաեւ եղավ արձագանք թե բա ինչու մյուս տղաների լուսանկարները ցույց չեք տալիս եւ այլն Եթե 23 գերիներով զբաղվում է, թողասի որ հանդիպել է նրանց ընտանիքների հետ ու ամեն օր հաշվետվություն է տալիս թե ինչ է արել նրանց գործով։ Նա ոչ մեկի հարցով չի զբաղվում, այլ առավել ևս ռազմաքաղաքական ղեկավարության, որովհետև նա հույս ունի, որ նրանք չեն վերադառնա։ Ես հրաժարվում եմ մեկնաբանել այդ հայտարարությունները եւ այն մարդկանց հնչեցրած հայտարարությունները, ովքեր Հայաստանում Ադրբեջանի շահերը պաշտպանելով են զբաղված եւ անում են հայտարարություններ, որոնք ավելացնում են հատորներ Ռուբեն Վարդանյանի գործի վրա։ Հղում են անում Հայաստանի վարչապետին։ Ամոթ չկա, ոչ մի զգացողություն չունեն այդ մարդիկ։ Ինչ վերաբերվում է որ մնացածի նկարը նախ եւ առաջ բոլորի մասին է խոսքը եւ բոլորի մասին է եղել միշտ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, այսօր հացադուլի մեջ Ռուբեն Վարդանյանն, ինչ որ մեկը չի հասկանում, տարական բաներ, ասելիք չունեմ։ Ու այն, որ Ռուբեն Վարդանի գործը առանձին է քննվում, հասկանում են դա թե չէ, պատճառները հասկանում են թե չէ։ Դա նաև անձնական վրեժխնդրության հիմքեր ունի։ Նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևանքներ ունի։ Ռուբեն Վարդանի նկատմամբ այդ հատորներով ցմահ բանտարկության հոդվածները։ Հետևաբար իրենք ինչ ուզում են ասել, մեր ժողովուրդը պիտի արդեն սկսի սուտը ճշմարտությունից տարբերել եւ նրանք ստում են, թե զբաղվում են որևէ մեկի գործով։ Նրանք միշտ կարող են ասել ջանք են գործադրում, ինչ որ հանգամանքների բերումով հազարում միջազգային հանրությանի վերջո փոխվող աշխարհակական շահերի պարագայում ինչ որ մի պահի վերադառնան ինչ որ մարդիկ իրենք պիտի դա վերագրեն իրենց այնինչ նրանք ոչինչ չեն անում։ Ինչի ցանկանում որ վերադառնան։ Ինչից է վախենում, ինչու է այսպես։ Նա բոլոր հայրենասերներից վախենում է, չեք նկատել։ Հայաստանում, դրսում բոլոր հայրենասերներից նա սարսափ ունի, որովհետև այդ մարդիկ բարձր են պահում հայկականությունը, հայ մարդու արժանապատվությունը։ Ռուբեն Վարդանյանը այսպեսի տերմին է շրջանառության մեջ դրել, եթե կուզեք, Armenian by choice։ Երբ որ մարդիկ օտարազգի ընտրությամբ են հայ Կարելի է զարմանալ, չէ՞, այդ ինչ մարդ պիտի ընտրությամբ հայ զգա իրեն։ Բայց նա այնպիսի մարդ է, ում հետ շփվելիս օտարազգիները Armenian by choice են դառնում։ Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի հետ շփվելուց Armenian by choice չի դառնում։ Եվ այդպիսի մարդկանցից են նրանք սարսափում, նրանք ջնջում են մեր պատմություն, նրանք հարցականի տակ են դնում հայոց ցեղասպանությունը, այսում մասին ենք խոսում եւ ով է մեկնաբանում Ռուբեն Վարդանյանի գործունեությունը։ Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ եւ այո, այս պայքարը բոլոր գերիների մասին է։ Եվ մենք ցավոք սրտի հավուր պատշաճի եւ բավականաչափ չեն կարել գործողություններ, որ մեր գերիները վերադառնան։ Բոլորիս օրակարգում պիտի լինի միայն դա։ Դուք տեսաք թե ինչպես հրապարակեց Գենսերը, կետ առ կետ, թե ինչ պիտի անի կար։ Գիտեք, երկար ժամանակ լռել են։ Ես նույնպես, եթե նկատած կլինեք, երկար ժամանակ փորձել եմ զուսպ լինել այս հարցի պարագայում։ Բայց 525 օր է արդեն։
ու այս մարդկանց անգործությունը, եթե չասեմ նպաստելը, որ այդ մարդկանց վրա հոդվածներ ավելացնեն, այլևս տեղ չի թողնի։ Եվ այնքան զուսպ, ինչպես իր ընտանիքն է Ռուբեն Վարդանի փորձել աշխատել զուտ, որ պայքարեն իր համար եւ բոլոր գերիներից նրանք իդեպ միշտ բոլոր գերիների շահերի համար են խոսում։ Ի վերջո պարզ է դառնում, որ իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունը ավելի ճիշտ, պիտի անի առաջնորդի գերիների վերադարձի հարցը։ Եթե քո պետությունը չի անում, որևէ միջազգային կառույց չի կարող դա անել։ Նա պիտի աջակցի քեզ, առաջնորդը պիտի լինես դու։ Եվ այսպես որ ասում ենք դանակը հասել է ոսկորին մեր ժողովուրդը, մարդիկ հրապարակել են ի վերջո ինչ պիտի անի։ Եթե դրանք քայլեր լինեին արած, ես վստահեցնում եմ այդ հրապարակումը տեղի չէր ունենա։ Թող կապվեն նաև այդ փաստաբանների հետ, ասեն, գիտեք, ձեր քայլերից, որ ասում եք, սա կարող ենք, սա չենք կարող, սա եկեք այս միջոցով անենք։ Այս մարդիկ հրաժարվում են գործիքակազմերից, որոնցով կարող են հետ ստանալ գերիներին։ ԵԱԿ Մինսկի խումբ եք լուծարում։ Իսկ դրա դիմաց ինչ եք ստացել։ Հարց ունեմ։ Ալիևի պահանջը կատարել եք, դրա դիմաց ինչ եք ստանում։ Ու բազմաթիվ այլ պահանջներ, որ կատարում եք, դրա դիմաց ինչ եք ստացել։ Իշխանության ներկայացուցիչներից հայտարարում են նաև հենց Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների այդ բարձրաձայնումներից հետո սկսեցին նրան խոշտանգել այդպես։ Ստախոսներ են, թյուրիմացություններ են այդպիսի բաներ հայտարարողները։ Ռուբեն Վարդանյանի որդին երբ որ խոսեց առաջին անգամ խոշտանգումների մասին, թե ինչ որակի ու ինչ տիպի խոշտանգումներ են տեղի ունեցել, պարզ է, չէ, որ դա տեղի ունենալուց հետո է պատմել։ Այդ ում են հիմարի տեղ դնում, այսինքն բավարար չի մեր ուղեղները լվանան։ Սիրելի ժողովուրդ ջան, խնդրում եմ, դադարեք դրանց հետևել, նայել, լսել, մեկնաբանել, դրանք ուղղակի ապիկար, անկարող իշխանություններ են, ովքեր միայն ու բացառապես մեկ նպատակ ունեն՝ պահպանել իրենց իշխանությունը, արդարացնել իրենց անգործությունը, անզորությունը, տխմարությունը։ Դուք հացադուլը դադարեցնելու եք։ Ես ժամկետ ունեմ Վարագ ջանի տեքստի մեջ, խնդրանքի մեջ, որը Ռուբեն Վարդանյանի հացադուլի դադարեցման ժամկետ է իր մեջ պարունակում։ Իհարկե ես ամեն բան հասկանում եմ, յուրաքանչյուրի առողջություն ինչ որ ժամկետ ունի բնական։ Հուսով եմ, որ բոլորիս խնդրանքը սոցցանցերում դուք էլ հարգարժան լրագրողներ տարածեք, խոսեք, մեկ օր թույլ չտաք այս իշխանությունը մոռանա այդ մարդկանց։ Եվ եթե մեր քաղաքացիները, հայրենակիցները օրը մեկ անգամ հրապարակում անեն մեր հայրենակիցների մասին, նրանք ստիպված չեն լինի սկսել հացադուլ ու մենք էլ խնդրել նրանց դադարեցնել։ Եթե ասում ինչքան մարդ կա սոցիալական ցանցերում, այս իշխանությունը մի բանից է վախենում, որ կկորցնի իշխանությունը։ Եթե նրանք տեսնեն, որ հայ ժողովրդի օրակարգում է գերիների վերադարձը, նրանք ստիպված են լինելու գործել, խնդրելու իրենց քաղաքակիրթ գործընկերոջը վերադարձնել գերիներին, որովհետև նվազագույնը 26 թվականին կարող է իշխանություն կորցնել։ Եկեք ցույց տանք նրանց, որ մենք չենք մոռանալու, հաշտենք, որ սա եթե ձեր օրակարգում չի խաղաղության ճակերտավոր պայմանագրի, ապա դա հայ ժողովրդի օրակարգում է եւ իրենք չեն մարսելու մեր գերիների այնտեղ մնալը։